հենց որի կնոջ դիմանկարի թե արտաքին, թե ներքին գծերը նույնպես սրված են պատմվածքի մեջ։ Եթե հատիկ հավաքելու լինենք, կստեղծվի նուրբ և հմայիչ կնոջ մի շատ գեղեցիկ դիմանկար, բարձր սպիտակ ճակատ, մուգ մանուշակագույն աչքեր, սև երկար ծամեր, որ կռանալիս թեքվում էին թիկունքից, բարակ իրան, բարձր սլացիկ հասակ, արևից մի քիչ այրված դեմք, մոխրի փոշին ունքերի վրա, մազերի վրա։ Կնոջ գեղեցկությունը գծագրվում է աստիճանաբար և առաջին հերթին լսվում է, ոչ թե տեսնվում։ Բոբիկ ոտքերի ձայնը, զգեստի խշշոց, ապա զրնգում էին նրա թևերի արծաթագույն սուրմաները, փոքրիկ զանգակների ձայն հանում, խշշում էր նրա զգեստը, որի փեշերը իջնում էին մինչև մերկ ներբանները։ Նկարչի աչքերով Բակունցը նկատում է, որ զգեստի տակ պարզ երևում էին նրա ծնկները, թվում էր քրմուհի, եռոտանու առաջ ծխի շարժումները գուշակող։ Փաստորեն այդ գեղեցկությունը, որքան էլ քողարկված լինի, գեղեցիկը տեսնել ցանկացողը այն անպայման կտեսնի։ Հենց որի կնոջ դիմանկարին նոր գույն է հաղորդում նրա ժպիտը պատկերող չքնաղ հատվածը։ Կնոջ վերին շրթունքը աննկատ դողդողաց ժպիտից, շրթունքները կարմրեցին, որպես արնագույն մեխակի թերթեր, ժպիտից աչքերը փայլեցին։ Հյուրերին հրաժեշտ տալու տեսարանում մեր առջև հառնում է իսկական հայ կնոջ կերպարը։ Դարձյալ բակունցյան խորքային և դիպուկ մանրամասներ, որոնք խտացնում են խոնար, ամոթխած ալպիական մանուշակի, կաքավաբերդիկ քրմուհու տիպիկ հայկական նկարագիրը։ Կինը տեղից վեր կացավ, խիշորն արագ իջեցրեց, ճակատին և մատների ծայրով բռնեց երրորդ ձիավորի մեկնած ձեռքը։ Կինը ձեռքը կրծքին սեղմեց և խոնարհեց գլուխը։ Հենց որի կնոջ դիմանկարն ամբողջանում է մի վերջին վրձնահարվածով։ Պատմվածքի վերջում, երբ խանդից գազազած ամուսնու մահակն իջավ կնոջ թիկունքին, նա դրսևորեց հայ կնոջը բնորոշ տառապանքը, զսպված և լուռ, անձայն տանելու հատկությունը։ Նախքան մահակի իջնելը կինն արդեն իսկ խորտակվում է ամուսնու ահեղ հայացքից։ Հրդեհվեց դեմքը, հայրը տեսավ կնոջ դեմքի կարմիրը։ Սրան հաջորդում է մարմնին հասցված հարվածը, սուրմաները զրնգացին, ցնցվեցին կնոջ երկար ծամերը, եռոտանու վրա դրված թեյամանը թեքվեց, մահակի ջարդված ծայրը թռավ ծալքի վրա։ Կինը աղաղակ չհանեց, այլ ցավից գալարվեց։ Նա ձեռքը թիկունքին տարավ, ապա դուրս եկավ վրանի դռանը անձայն հեկեկալով։ Այնուհետև նույն հստակ, թափանցիկ և մերկացնող պարզությամբ ևս մեկ անգամ ոտնակոխ է լինում լեռնային գեղեցկություն։ Այս դիմանկարը համապատասխանում է տանջված, չարքաշ աշխատանքով իր և ընտանիքի գոյությունը մի կերպ քարշ տվող հայ գյուղացու կերպարին։ Ոչինչ արտասովոր չկա նրա արտաքինի մեջ։ Նա էլ արխալուղ է հագնում, գլուխը փաթաթում կեղտոտ թաշկինակով։ Քաղաքից եկած հյուրերի ուղեկցի իմիջի այլոց նետած պատասխանը նա ոչ միայն լուրջ է ընդունում, այլև դա դառնում է ներքին ծանր ապրումների, կասկածների, հիասթափությունների պատճառ։ Հնձվորը միտք արեց, ուսը քորեց և դարձավ դեպի ձորը հնձելու կորեկի արտը։ Ու գնում էր ինքն իրեն խոսելով, միտք էր անում հնձվորը և նկատեց, որ կորեկի արտի կողքին է։ Ինչ կլիներ, եթե ինքը գտներ գանձը, եթե իմանար, ապա գանձերը կլինեին նրա արխալուղի գրպանում, քանի կով կառներ։ Հնձվորի դիմանկարը ամբողջանում է պատմվածքի վերջին հատվածում։ Օրը իրիկնացել է և հնձվորը վերադառնում է տուն։ Բեզարած էր մարդը, ամբողջ օրը հնձել էր կարճ ցողունով կորեկ և մեջքը ցավում էր։ Դրա համար էլ նա դանդաղ էր բարձրանում, մահակը դեմ տալիս քարին, երբեմն կանգնում շունչ առնելու, երբ կանգ էր առնում, նրա կորացած ծնկները դողում էին, իսկ երբ հեռվից նկատում է երեք ձիավորներին և ձիու թամբերից կապած պայուսակները, խեղճ մարդու զայրույթը նորոգվում է։ Մարդը մռայլ էր, որպես իրիկնապահին անտառում որսի դուրս եկած սոված արջը։ Իսկ արդեն վերջին դրվագը դիմանկարին հաղորդում է վերջին երանգը։ Դեպքերն այստեղ սրընթաց և անսպասելի զարգացումներ են ունենում։ Խանդը կայծակի պես փայլատակեց մռայլ հնձվորի սրտում։ Աչքերը լայնացան, նա գունատվեց։ Հաջորդ վայրկյանին մարդը գազազած արջի նման ոստյուն արեց։